Տիր մեդիան ներկայացնում է։ 19 թվի հուլիսի 31-ին Դավոս զորակոչվեց բանակ։ Դե հիմա կալենդարն 2 տարի են ծառայում օրացուցային։ 21 թվականի նույն օրը պետքա տուն գար։ Չարաբաստիկ էս պատերազմը որ եղավ, էս դեպքը որ եղավ, մենք կնոջս հետ ավելի ճիշտ Դավիթից երազանքը Դավիթս խոսք էր տվել իր մամային, որ հենց Հարստանա Մայրիկ ֆիլմի մեջի այգին պետք է կառուցի, իրան նվիրի, որ դեպքը եղավ, մենք մտածեցինք, որ այդ հողը որ կա, կառուցենք այս այգին։ Ու ընթացքում տնկեցինք ծառեր, այն տղեկի, ովքեր որ էլի զոհվել են, ճիշտական նաև մեր կողմից տնկած ծառեր, մի հատվածը ոնց որ մեր տնկածներն են, մյուս հատվածը հերոս տղեկի անվանական ծառերն են։ Ու այսօր ամեն օր, ամեն տարի այսօրը մենք սպասում ենք, որ Դավոն գա։ Ու սենց մի բան ասեմ, հետի երեք Facebook-ում բան էի գրում, post էի գրում այսօրվա համար։ Մտքիս եկավ, որ ստեղ էի ես գրում հետի, մտքիս եկավ, որ այս Դավոսը, այսա ինքն է, այս տեսքով հիմա իմ հետ է։ Ես, որ մենակ եմ լինում, կարող է հետը խոսամ, կարող է բան պատմեմ, ինձ թվում է ինքը պատասխանում է, ինչ-որ սենց կողքից մեկը տենակ ասես տղեն գժվել է, բայց իրականում այդ շփումը ստեղ ես շատ զգում եմ իմ մոտ։ Հիմա էլ հեսա տղեկը պետք է գան, Դավոյիս ընկերներն են, իմ ընկերներն են, ով որ մեզ պես Դավոյին սպասում է, ամեն օր այս օրը գալիս ենք ստեղ, գալիս ենք ստեղ, որ Դավոյիս դիմավորենք։ Ճիշտ ասած, հələ չեմ նկատել, բայց ամեն տարի այս օրով մի հատ արծիվ գալիս է երկնքում թռնում է։ Չեմ կարա բացատրեմ դա։ Կարող է ուրիշ օրեր էլ է գալի, հիմա չեմ կարա ասեմ, անպայման հենց այս օրը գալի, բայց կոնկրետ այս օրով անպայման լինում է այդ արծիվը։ Դավոյիս օրն է, տուն գալու։ Monte, ասիլը զիտը։ Արտուրն է 06-ից եկե, ասելա ես կիչացնեմ։ Այս մարդը։ Վախեցել են, չգիտեմ խի։ Ու իրա հետ ես գիտեմ, այդ գևն է ասեմ։ Արջան։ Գևն էլ ուզոր տղա է գևը։ Գևն դե ծառ ունի։ Դե ծառ ունի գևս։ Այս այգիում մենակ հերոսներ չեն։ Կան հերոսների պուրա, հատված եւ կա ողջերի։ Դու եք արած ծառունել։ Հա, ողջ։ Ուզում ասեմ իմ ասած գևս նույն գևի մասին։ Հա, նույն գևի մասին եմ խոսում։ Ընդ գևս բերեց ուրենի տնգեց։ Իր աղբերը գրիգը։ Գրիգի ծառը հենա ներքև։ Բայց մենամյոտից է մահ։ Հա, գևս ողջ է, հիմա ղափանում է, թե չէ հաստատ կգա։ Ուզում եմ ասեմ, որ Արտուրս Դավոյիս մարմինը առաջինն է եկե ու ընդ տղեկ կային, չգիտեմ պատճառը ինչն է եղել, չեմ կարող ասեմ վախեցել են, բայց չեն կարող ասել իջացնել, բայց Արտուրս 06-ից եկել է Դավոյիս մարմինը, իջացրել է ու հասրել է մեզ։ Գիտես, ես մտածեցի, որ
լավ կլինի, որ այս տարածքը դառնա այդ հերոսների պուրակի նման ճանապարհը, այսենց հերոսների ծառերով, այսենց կա։ Որովհետև իրանք ապրում են։ Իրանք արդեն փրկվել են, մենք ունենք մտածելու։ Եվ իրապես այս հերոսների պուրակը շատ սիմվոլիկ եւ շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ։ Այսօր մենք հավաքվել ենք Դավիթին սպասելու։ Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր ծնող իր զավակին սպասում է։ Ծնողը տենց է սպասում է։ Ու մենք նույնպես լինելով մեր ընկերոջ, այսինքն բոլոր այն զավակները, բոլոր այն զինվորները, ովքեր երկրի պաշտպանության գործում են, կանգնած եղել, բոլորը մեր զավակներն են։ Եվ բոլորին մենք սպասում ենք։ Խորհրդանշական է, որ մենք այսօր հավաքվել ենք ստեղ եւ այդ սիմվոլիկան պահելով իրականում յուրաքանչյուրի սրտում այդ սպասումը կա։ Գիտեք, շատ կարևոր է, երբ որ բոլորս գիտակցենք, որ մեր զավակները ողջ են եւ իրենք են սպասում մեզ։ Սպասում են մեր ուշադրությանը, սպասում են մեր ճշմարիտ քայլերին, սպասում են, որպեսզի իրենց արածը թերի չմնա, որպեսզի մենք նույնպես շարունակենք այդ գործը, հանուն ինչի իրենք այսօր դեռ ճանապարհին են մեր հետ հանդիպման։ Որովհետև մենք բոլորս երբ որ հանդիպելու ենք, իսկ մենք հանդիպելու ենք մեր զավակներին, մենք պետք է ուղիղ նայենք իրենց աչքերի մեջ։ Մենք պետք է ուղիղ նայելով արժանանանք մեր զավակների սխրանքներին, գործած սխրանքներին, որովհետև ի վերջո իրենք են սպասում, չէ՞ որ իրենց գործը պետք է կիսատ մնաց չլինի, թերի չլինի։ Իսկ դրա համար մենք այսօր ապրում ենք։ Ապրում ենք ոչ միայն իրենց հիշելով, եթե դու մեկին հիշում ես, կամ հիշում ես մարդու արածը, դու պետք է շարունակես այդ արածը, որպեսզի այդ զոհաբերությունը ունենա իմաստ։ Իհարկե իրենք յուրաքանչյուրն անում է դա եւ իր սխրանքով, իր զոհաբերությամբ, իր սիրով, իր նվիրումով ինքը կերտում է իր ճանապարհը եւ իր փրկությունը։ Բայց այդ փրկությունը եւ մեզ համար է։ Եվ եթե մենք չենք շարունակում այդ ճանապարհը, մենք արժանի չենք դառնում այդ փրկության եւ մենք արժանի չենք դառնում մեր հերոսներին, մեր զավակներին։ Այսօր եկել ենք մեր Դավոյի համար, խորհուրդը ինձ համար այն է, որ եկել ենք ու իրա գալու օրը հիշելու, չնայած ոնց որ միշտ հիշում ենք, բայց եկել ենք Դավոյից գալու նման մի քիչ չեմ ուզում էլի բան անեմ, բայց խորհուրդը այն է, մենք որպես Դավոյի ընկերներ այդ պահը, որ մենք սպասում ենք իրա գալու ու միշտ ստեղ ենք լինելու, միշտ Դավոյի տնեցիքի կողքին ենք լինելու, եկել ենք այնց ոնց որ ինքը պետք է գար ու սպասելու ենք իրա գալու։ Նախբերս ունեցել Դավիթն է ու հրանտ ասեց Դադի տենց էլ անունը Դավոյիս անունը ես իմ հեռախոսի մեջ է գրել էի Դադի, Դադուլ, հետո մի քիչ մեծացա փոխեցի Դադի, հետո որ մեր ճարտարապետը այս շինարարություն անում էինք, ասեց նման պրոյեկտը պետք է ունենա անուն, այ մարդ ասում եմ տունը ինչ անուն ունենա էլի, մի քիչ չհասկացա ինչ ասեց, բայց ոնց որ ես ու Լուսինեն էլ միաժամանակ դե եթե պետք է անուն ունենան միանշանակ Դադի տուն, Դավիթի տունը, Դադի տուն։ Ու Մրգաշենի այս երթուղի փողոցը որ կա դեպի Մրգաշեն գնացող, ընդ ցուցանակ է կա, որ Դադի տուն կոչվող տարածքը ստեղ է։ Շինարարության ընթացքում շատ
շատ բաներ կար, որ պլանավորում էինք, սենց պետք է անենք։ Օրինակի համար տունը պետք է լիներ փոքրիկ ինչ-որ մի հատ կեցավայր, որ գայիր, ասենք, փոխվեր, բանաներ, տենց մի հատ փոքրիկ տարածք պետք է աներ։ Բայց ոնց որ մեկը վերևից ստիպի, որ էս անեմ ու տենց քիչ ոնց որ սենց մեծացավ ու հետո հասկացանք, որ մեծ է էլի, բայց այնքան հարմար է հիմա դա։ Պատկերացնում եմ, որ անենք այն փոքր ինչ մտածել էինք, ինչքան վատ էր լինելու էլի։ Դե միտքը այգին էր։ Դրա համար տուն ոնց որ տուն չէինք տես նախատեսել տուն սարքենք, բայց հիմա այնքան է պետքական այդ տունը, այդ որ ոնց որ վերևից ինչ որ մեկը ուղղորդի ասի սենց արա, էսի արա, այնի արա ու տենց ստացվեց տունը։ Նաև մարդիկը ովքեր չեն ճանաչել, հետո են իր մահից հետո են ճանաչել Դավիթին։ Իրանք նույնպես այսօր բավական մարդկա այսօր գալիս է, հիշում է Բարգեձեի կողմից նաև Բարգեձեի շնորհիվ մարդիկ կան, որ Դավիթին ճանաչում են, գալիս են այսօրը եզրացումը անպայման փորձում են ստեղ ինչ-որ չափով հիշել, փորձել կարող են առնել